Ազգային ժողովի այս ընտրությունները առանձնանում են միջազգային հանրության մեծ ուշադրությամբ, ընդգծեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կատարված աշխատանքները միջազգային դիտորդներին ներկայացնելիս։ Մինչ այս փուլը ընտրությունների նախապատրաստական ողջ աշխատանքը ընթացել է օրինական եւ թերություններ որպես այդպիսին, այսինքն խնդիրներ չենք ունեցել։ Ընտրական գործընթացներում տեխնոլոգիաները ներդրվել են 2017 թվականից, այսօր դրանք անհամեմատ ավելի արդյունավետ են գործում։ Սա արդեն հանձնաժողովի փոխնախագահն է հիշեցնում։ Հեռարձակվող տեղամասերի թիվը 1774-ն են, 12 տեղամասում եւս մենք որոշում կայացրեցինք։ Այո, ավելացվել են եւ 38 ընտրատազգային հանձնաժողովներում եւս հեռարձակումները նրանց նիստերի եւ վերահաշվարկի աշխատանքների հեռարձակվելու է։ 2005 ընտրատեղամասերից 1996-ում այսօր կտեղադրվեն տեխնիկական սարքավորումները։ Մյուս 9 տեղամասերը քրեակատարողական հիմնարկներում են, որտեղ նման սարքավորումների կիրառումը օրենքով արգելված է։ Տեխնիկական սարքավորումների ծրագրային ապահովումն այնպիսին է, որ բացառվում է կրկնակի գրանցման կամ կրկնակի քվեարկությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մոտ 4 տասնյակ դիմում բողոք է ստացել, հիմնականում հետևյալ բովանդակությամբ։ Դրանք վերաբերվում էին քաղաքական ուժերի մեկ-մեկու մեղադրանքներին, գլոբալ խնդիր, որը որ բոլոր երկրները ունեն, ու մեզանում չնայած դա նվազել է, բայց շարունակ է մնա, դա պաստառները ամենուրեք քարոզչական պաստառները փակցնելու երևույթն է։ Դիմում բողոքների մի մասն էլ վերաբերում էր հետևյալ խնդրին։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները, որոնց արգելված է քարոզչությամբ զբաղվել, Facebook-յան էջերով քարոզչական նյութեր են տարածել։ Հանձնաժողովի քարտուղարը տեղեկացրել է, ստեղծել են ուսումնական կենտրոն, որը գործում է առաջին անգամ։ Ունենք նոր եւս երկու միավոր, մեկը ընտրատարածքային եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջև կապը ապահովող առանձին միավորն է եւ նաեւ արձանագրային բաժին ենք արդեն, այսպես ասած, ունենք մեր կազմում։ Հանձնաժողովի քարտուղարի խոսքով իրականացված ուսուցումների քանակն աննախադեպ է եղել։ Նախ 17 օրում մենք տեղամասային ընտրական հանձնաժողովների ուսուցումներ ենք կազմակերպել, 14000 հոգի մասնակցել է 16000 ընդհանուր առմամբ ամբողջ կազմից։ 1996 տեղամասային կենտրոններից 37%-ն է մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Սա մեր համար շարունակական խնդրի լուծում է, որտեղ շենք շինությունների խնդիրը մեկ օրում չի լուծվում։ Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար յուրաքանչյուր տեղամասում առկա են բրայլյան կաղապարներ։ Ուղեցույցներն այս անգամ տպագրվել են ազգային փոքրամասնությունների 4 լեզուներով եւ առաջին անգամ նաեւ արևմտահայերենով։ Ընդունվել է 2 նոր կարգավորում ուղղված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինստիտուցիոնալ հաղորդակցության հզորացմանը, որը որ մեզ նաեւ օգնել է օգտագործելու ճշգրիտ եւ ճիշտ ձևով ավելի օգտագործելու սոցիալական մեդիայի ռազմավարականը, այն ամբողջ ներուժը, որը որ կա, եւ կարգավորումներ ենք ունեցել ուղղված ընտրական գործընթացի վերաբերյալ ապատեղեկատվության դեմ պայքարի։ Գործարկվել է նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեժ գիծը։ Էմմա Վարդանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։